Ես այսինքն նրբությունների մասին իմացա, որ ինձ համար տարօրինակ հնչեց։ Առաջինը, որ Հայաստանում մշտապես չբնակվող երեխաներին էլ ենք մենք այս գումարը վճարում, այսինքն նախկինում վճարենք, չէ՞, ճիշտ եմ ասում։ Ոչ թե մշտապես չբնակվող, այնտեղ բնակվելու դեպքում չենք վճարում, չբնակվելու դեպքում, երբ որ չեն ներկայանում, խոսքը Հայաստանից դուրս ծնված եւ Հայաստանի քաղաքացիական կաթության ակտերի գրանցամայրությունում չգրանցված երեխաներին ավերաբերում եւ նաեւ իրանց վճարում ենք, այո, վճարում ենք եւ միանվագ նպաստը ծննդյան եւ վճարում ենք 50,000-ները, մենք սա էլ են կարգավորել պարոն վարչապետս հարցը եւ մեր համար իհարկե մենք միգուցե չենք խոսում սրա մասին, բայց պարզ է ինչու է դա տեղի ունենում, այսինքն նրանք քաղաքացիություն չեն վերցնում այդ երեխաները Հայաստանի Հանրապետության։ Չէ, բայց գիտեք, Հանրապետության։ դա անդրամաբանական է, էլի հիմա ես դա որ իմացա, ես չեմ հասկանում։ Մեր համակարգերը ոնց է, ոչ մեկի մոտ հարց չի ծագում, մենք այդ գումարը Հայաստանից դուրս ենք տալիս, ինչի, այսինքն մենք արտագաղթ ենք ֆինանսավորել։ Տենց է ստացվում։ Ըստ էության, երբ որ տենց հասկացել ենք, փորձել ենք կարգավորել, ես թիվ կարող եմ ասել, օրինակ միայն 2024 թվականին 1450 նման միանվագ ծննդյան նպաստ ենք տվել այն երեխաների համար, որոնք որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու երեխա են, ծնվել են այլ երկրում, ունեն այլ երկրի ծննդական, բայց մեր քաղաքացիական կայության ակտերում գրանցված չեն։ Հիմա այդ հարցը նույնպես կարգավորում ենք հետևյալ տրամաբանությամբ, պարոն վարչապետ։ Ծնունդից հետո 1 տարվա ընթացքում, եթե կգան կգրանցվեն, այսինքն կստանձնեն Հայաստանյան քաղաքացիությունը, կստանան այդ գումարը, եթե չեն ստանձնի, չեն ստանա։ Նույնը վերաբերում է 50,000-ներին, եթե երրորդ եւ հաջորդ երեխայի նպաստը երեխան կգրանցվի, գրանցման պահից կստանա, եթե դա լինի նույնիսկ 2 կամ 3 տարեկանում։ Այսինքն գրանցման պահից մինչև 6 տարեկանը կստանա, մինչև այդ չի ստանա։ Հուսով եմ սա էլ կխթանի, որ մեր քաղաքացիները պատշաճ գրանցումները ապահովեն։ Ինձ էլի ուրիշ բան է անհանգստացնում, որ այսքան տարի, տասնյակ տարիներով այս գումարները գնացել են, ոչ մեկի մոտ հարց չի ծագել։ Ոչ մեկի մոտ հարց չի ծագել, այս ինչ ենք անում, ասենք հիմա որ հաշվենք, պատկերացնում եք, քանի տասնյակ միլիարդ դրամ Հայաստանից դուրս է գնում։ Մենակ այս միանվագով 600 միլիոն դրամ տարեկան։ Ու ոչ մեկի մոտ հարց չի ծագել։ Ասենք պատահական մեկ էլ տենց խոսակցության ժամանակ կարող անցնելիս լսես, ասես ոնց կարա տենց բան լինի, չհավատաս։ Հետո պարզվի որ կա տենց բան։ Բայց էլի եմ ասում, չէ, պետական համակարգ մենք բոլորս ու հարց չի ծագել, այս ինչ ենք անում ժողովուրդ։ Եվ այսպես շարունակ։ Այո, պետքա շատ հստակ արձանագրել, չի կարելի տենց բան անել։ Պետքա հստակ փակվել։ Ով որ եթե մարդ իրան չի կապում Հայաստանի հետ, եթե իր կյանքի կենտրոնը Հայաստանը չի, ինչի պետք է Հայաստանը վճարի։ Ասենք բան անենք, մենք մարդիկ ստեղ աշխատեն, Մոնտե Կարլոյում բան անենք, ամենայն հարգանքով սիրում ենք բոլորին, բայց հետո ես մի բան կարող եմ ասել, տրամաբանությունը կարծում եմ ծնողների քաղաքացիության հետ է կապված եղել, բայց ամբողջությամբ ընդունում եմ դրա համար էլ այս կարգավորումը անում ենք, եթե իրենց ըստ էության նրանք մեզ չեն համարում մեր մարդկային կապիտալ, իրենց չեն համարում մեր մարդկային կապիտալի հարց, իսկ այս բոլոր ծրագրերը մարդկային կապիտալի մասին են, ապա մենք չպետք է ֆինանսավորենք նման քաղաքացիներին։ Միանշանակ, որ պահին այնպիսի հակափաստարկ ի հայտ կգա, որը մեզ կհիմնավորի, որ մենք սխալ ենք վարվում, մենք պատրաստ ենք դա վերանայել, բայց այս պահին նման հակափաստարկ չկա։ Մի բան էլ ասեմ, պարոն վարչապետ, քանի որ այս նպաստներից խոսվեց, գիտեք, որ մենք ունենք նաև երեխայի խնամքի նպաստ մինչև 2 տարեկանը, որը բավական ֆրագմենտացված է այս պահին, կախված նաև քաղաք, գյուղ, աշխատող, չաշխատող մայրերի հետ եւ այնտեղ էլ կա իդեպս խնդիրը այս քաղաքացիության, մենք դրան ավելի համապարփակ կանդրադառնանք եկող տարվա ընթացքում եւ կառաջարկենք ավելի նորարարական լուծումներ, այդ թվում նաև այս քաղաքացիությանը վերաբերող, որոնք ավելի շատ կխթանեն եւ ծնելիությունը ինչ որ չափով եւ նաեւ հատկապես մայրերի աշխատանքի վերադառնալը, որը մեր համար շատ կարևոր է։ Ասենք 10 տարում 6 միլիարդ, 20 տարում 12 միլիարդ, 30 տարում, այսինքն չգիտեմ, այս ծրագիրը քանի տարի գոյություն ունի, հա,
12 միլիարդ 12 միլիարդի կարելի էր կառուցել, ասենք Այս մենակ միանվագ ծննդյանն եմ ասում, 50,000-ն էլ հետո 600 600 էլ այդքան է։ լավ բախտնես բերելա, նոր ենք ընդունել, նոր ենք Չէ, նախկինում տվել ենք, 50,000-ներին էլ ենք տվել, հիմա դադարել, հիմա չենք 3 տալու։ տարի է որ Հա, 50,000 բայց էլի մոտավորապես մի 600 էլ է Այդ եմ տա։ ասում, դե եկեք նայենք, քանի դպրոց, քանի մանկապարտեզ կարելի էր կառուցել կամ ինչքան ծառայություն կարելի էր դրանով մատուցել Հայաստանի Հանրապետությունում գտնվող մեր երեխեքին։ Իրանք էլ են մեր երեխեքը, բայց իրանք մեզ իրանց չեն համարում մեր երեխեք։